Հոկտեմբերի 24-ին Գերագույն հոգևոր խորհուրդը հանդես է եկել հայտարարությամբ, որում ասվում է. Ամենայն Հայոց Հայրապետի 2025 թվականի հոկտեմբերի 21-ի տնօրինությամբ Մայրաթոր Սուրբ Էջմիածնի պարգևների շնորհման և կարգապահական հարցերի հանձնախմբի եզրակացության հիման վրա Արագածոտնի թեմի հոգևոր սպասավոր Տեր Արամ Քահանա Ասատրյանը, սպառած լինելով կանոնական դաշտ վերադառնալու իրեն ընձեռված ողջամիտ բոլոր հնարավորությունները, այդ թվում երիցս հրաժարվելով ներկայանալ հանձնախմբին, կարգալույց հռչակվեց կոչվելով ի դասս աշխարհականած Ստեփան Ասատրյան Ավազանի անվամբ։ Ի հետևումն այս որոշման Մայրաթոր Սուրբ Էջմիածինը պատշաճ իրազեկմամբ Ստեփան Ասատրյանին ըստ եկեղեցու կանոնների արգելել է կատարել եկեղեցական ծեսեր ու խորհրդակատարություններ, այլև այնպիսի գործողություններ, որոնք վերապահված են բացառապես եկեղեցու սպասավորներին։ Ստեփան Ասատրյանից պահանջվել է նաև սույն թվականի հոկտեմբերի 23-ին ազատել հովանավանքը և եկեղեցու բանալիները հանձնել Արագածոտնի թեմի վարչական խորհրդի ատենապետ Տեր Շնորհ Կաբեղա Պալոյանին, իսկ Մայրաթորի կողմից ծառայողական նպատակներով իրեն տրամադրված բնակարանն ազատել մինչև 2026 թվականի հունվարի 15-ը։ Միաժամանակ Ստեփան Ասատրյանը իրազեկվել է, որ հովանավանքում այսուհետ ծեսերն իրականացնելու են տեղում սպասավորող քահանաները և հորդոր է հղվել ձեռնպահ մնալ ծեսերի, այդ թվում Սուրբ Պատարագի խորհրդի մատուցմանը որևէ կերպ խոչընդոտելուց, ինչը ոչ միայն կանոնական կոպտագույն խախտում է, այլև քրեորեն պատժելի արարք։ Նշենք, որ Ստեփան Ասատրյանը, անտեսելով Մայրաթորի օրինական պահանջները, հրաժարվում է հանձնել եկեղեցու բանալիները և ազատել հովանավանքի տարածքը։ Ցավում ենք, որ Արամ Քահանայի կարգազանց ընթացքի հետևանքով Մայրաթորի կողմից ձեռնարկված կարգապահական միջոցառումները և կայացված կարգալուծության որոշումը անհարկի շահարկում են իշխող քաղաքական ուժի ներկայացուցիչները։ Դատապարտելի է հատկապես վարչապետի աջակցությամբ հովանավանքում Սուրբ Պատարագի անվան ներքո միջոցառում կազմակերպելու Ստեփան Ասատրյանի հոգեկործան նախաձեռնությունը։ Սա իշխող քաղաքական ուժի ղեկավարի կողմից եկեղեցին պառակտելու հերթական փորձ է հակաօրինական ու հակաեկեղեցական իր բոլոր դրսևորումներով։ Եկեղեցիները, վանքերը և այլ սրբավայրերը հայաստանյաց առաքելական Սուրբ Եկեղեցու ժառանգությունն են և անկախ այդ պատմամշակութային արժեքների նկատմամբ սեփականության իրավունքից կրոնական ծեսեր կատարելու և պատարագներ մատուցելու կանոնական իրավունքը բացառապես վերապահված է հայաստանյաց առաքելական Սուրբ Եկեղեցուն։ Կարևորությամբ ցանկանում ենք արձանագրել, որ նախկին եկեղեցականի կողմից ձեռնարկվող քայլերով խոչընդոտվում է հովանավանքում սպասավորող քահանաների օրինավոր ծառայությունը, պղծվում է սրբավայրը հակականոնական գործողություններին մեղսակից դարձնելով մերժելի ընթացքին մասնակից անձանց։ Հորդորում ենք իրավապահ մարմիններին կանխել ապօրինությունները և ապահովել հովանավանքում սպասավորող քահանաների բնականոն ծառայությունը և սրբավայրի հոգևոր աղոթական մթնոլորտը։ Ռումինիայի հայոց թեմը հանդես է եկել հայտարարությամբ, որում մասնավորապես ասվում է. Հայոց եկեղեցու հոգևորականների դեմ հարուցված քրեական գործերն ու դատավարության ընթացքը բազմաթիվ տագնապներ և հարցեր են հարուցում, թե իրենց աննախադեպությամբ և թե դրանց ընթացքի արդարության և թափանցիկության առումով։ Այս դժվարին օրերին մենք միասնաբար կանգնած ենք Նորին Սուրբ Օծություն Տեր Գարեգին II ամենայն հայոց կաթողիկոսի կողքին, մեր հոգևոր եղբայրների և մեր հավատացելոց կողքին, զորացնելու մեր եկեղեցու առաքելությունը, հեռու անելու մեզանից ամեն պառակտում և ամրապնդելու սերն ու միաբանությունը ի շահ մեր ազգի և պետականության։ Կոչ ենք անում Հայաստանի Հանրապետության իշխանություններին առաջնորդվելու արդարության, թափանցիկության և օրինականության սկզբունքներով և հանձնառությամբ, հանդեպ հավատքի ու հայրենասիրության այն անխախտ արժեքները, որոնք դարեր շարունակ ամրացրել ու պահպանել են մեր ժողովրդին։ Խստորեն դատապարտում ենք Հայաստանի Հանրապետության իշխանությունների նման գործելակերպը և մեր աղոթքն ու եղբայրական զորակցությունն ենք հայտնում Արագածոտնի բարեջան առաջնորդ Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանին և թեմի քահանայաց դասին, ինչպես նաև ամիսներ շարունակ կալանքի մեջ գտնվող Տեր Միքայել arczepiskopos Աջապահյանին, Տեր Բագրատ arczepiskopos Գալստանյանին և բոլոր քաղբանտարկյալներին, վերստին հորդորելով. հույսով ուրախացեք, նեղության համբերեցեք, հաճախակի աղոթեցեք, նշված է հայտարարության մեջ։
Ավստրիայի եկեղեցիների համաշխարհային խորհուրդը հանդես է եկել հայտարարությամբ, որում մասնավորապես ասվում է. Այս տարվա հուլիսի սկզբին բարձրաստիճան եկեղեցականների ձերբակալությունների վերաբերյալ մեր մտահոգությունը հայտնելուց հետո պետք է արձանագրենք, որ իրավիճակը չի բարելավվել։ Հակառակը, ձերբակալվել են 2 արքեպիսկոպոսներ, 1 եպիսկոպոս, ինչպես նաև 1 ծխական քահանա։ Բարձրաստիճան եկեղեցականների ձերբակալությունները, կալանավորումները և դատապարտումները ակնհայտորեն մարտահրավեր են նետում կրոնական ազատությանը։ Մենք մտահոգված ենք, որ այս մոտեցումն անհամատեղելի է իրավունքի գերակայության և մարդու իրավունքների սկզբունքների հետ։ Նման միջոցները կամայական և անհիմն միջամտություն են եկեղեցու ազատությանը և կարող են գնահատվել որպես հարձակում կրոնական համայնքի վրա։ Եկեղեցին խղճի և հասարակության ձայնն է, այն ծառայում է խաղաղությանը, արդարությանը և հաշտությանը։ Երբ եկեղեցին բարձրացնում է իր մարգարեական ձայնը, դա անում է ոչ թե ընդդեմ ժողովրդի, այլ հանուն բոլոր մարդկանց բարօրության և արժանապատվության։ Եկեղեցին պետք է կարողանա ազատորեն և անարգել կատարել այս առաքելությունը։ Մենք աղոթքով և եղբայրական համերաշխությամբ կանգնած ենք մեր հայ քույրերի և եղբայրների կողքին և Աստծուց խնդրում ենք ուժ, մխիթարություն և իմաստություն այս դժվարին ժամանակներում։ Միասին աղոթում ենք բանտարկված եպիսկոպոսների, քահանայի և բոլոր տուժած հոգևորականների անհապաղ ազատ արձակման, ինչպես նաև Հայաստանում խաղաղության, միասնության և արդարության հաստատման համար։ Թող Աստված զորացնի իր ժողովրդին Հայաստանում և առաջնորդի բոլոր պատասխանատու պաշտոնյաներին ճշմարտության, երկխոսության և խաղաղության ճանապարհով։ Ավստրիայի եկեղեցիների համաշխարհային խորհուրդն իր լիակատար համերաշխությունն է հայտնում հայ առաքելական եկեղեցուն և Հայաստանի ողջ քրիստոնեական համայնքին, նշվում է հայտարարության մեջ։ Գևորգյան հոգևոր ճեմարանի կոմիտասյան սրահում այսուհետ կգործի Հովհաննես Չիլինգիրյանի անվան գրադարանը։ Նախաձեռնությունը կյանքի կոչվեց մեծանուն հայորդու դուստրերի Շամիր Ավագյան Չիլինգարյանի և Անի Սրմաքեշ Չիլինգարյանի օժանդակությամբ։ Գրադարանում Հովհաննես Չիլինգիրյանի հնատիպ գրքերի հավաքածուն է պատմական ու գրական այս մեծ ժառանգությունից կարող են օգտվել ինչպես ճեմարանի սաներն ու հոգևորականները, այնպես էլ գիտական ոլորտի մասնագետները։ Գարեգին II ամենայն հայոց հայրապետի հանդիսապետությամբ գրադարանի բացման արարողությանը ներկա էին մայրաթոռի միաբաններ, Հովհաննես Չիլինգիրյանի ժառանգները, հյուրեր։ Ներկաները խոսեցին Չիլինգիրյանի կյանքի ու գործի, նրա վարակիչ հայրենասիրության ու եկեղեցասիրության մասին։ Ապա Շարականի երգեցողության ներքո ներս բերվեցին հայրապետական սրբատառ կոնդակն ու շքանշանները։ Մուշեղ եպիսկոպոս Բաբայանն ընթերցեց կոնդակը, որը երախտիքի և շնորհակալության խոսք էր ուղղված Տեր և Տիկին Հակոբ և Շամիր Ավագյաններին։ Ապա նորին սրբությունը ամուսիններին շնորհեց մեր եկեղեցու Սուրբ Գրիգոր Լուսավորիչ պատվո բարձրագույն շքանշան։ Հայոց հայրապետը խոսեց Հովհաննես Չիլինգիրյանի ազգասեր ու նախանձախնդիր ոգու մասին։ Նրա շնորհիվ է 2013 թվականին մայրաթոռում հաստատվել Ռուբեն Սևակ թանգարանը։ Արդեն 12 տարի է այցելուները ծանոթանում են ոչ միայն հայոց ցեղասպանությանը զոհ դարձած մեծանուն հայորդու Ռուբեն Սևակի արխիվային նյութերին ու անձնական իրերին, այլև Հովհաննես Չիլինգիրյանի գեղանկարչական մեծարժեք հավաքածուին, որը դարձյալ նվիրաբերել է թանգարանին։ Չիլինգիրյանը փափագում էր նաև, որ իր հարուստ գրադարանը հանգրվանի մայրաթոռում։ Մենք դուրս ապրելով ամեն վարքյան մեր հոգին, մեր մտածումը հայրենիքն է, հարգավ, էջ միասին հայրենիք մեկ է, մեզի համար տարբերություն չկա, երկուքը մեկ է ինձ համար, և կուզեմ ամեն լավը Ալլահ, որ և սպիրկը հայապրումը, որ ունի մեծ տեր խաղցավ եկեղեցի հայապրումին հետո, ադոր համար միշտ երախտաբար տեղած ենք, ադոր համար կուզեմ ես շարնագել, ասիգա մեր երեխաներուն համար է, որ իրենք ասորին նույն ծևով եկող սերունդները շարնագեն։ Գևորգյան հոգևոր ճեմարանի կոմիտասյան սրահում միջոցառումն ամփոփվեց երաժշտական համարներով, ելույթ ունեցան Հայաստանի նոր անուններ ծրագրի պատանի երաժիշտ կատարողները։
Մերի Հովսեփյան, Վրամ Խանամիրյան, Եկեղեցական կյանք։ Վահան Թեքեյան մշակութային մրցանակաբաշխությունը 31-րդ անգամ Թեքեյան կենտրոնում էր համախմբել գիտության, մշակույթի, արվեստի եւ հայագիտության ասպարեզում ստեղծագործող հայ անվանի գործիչներին։ 1991 թվականից սկսած ամեն տարի Թեքեյան մշակութային միության վարչությունը խրախուսական մրցանակներ է շնորհում աչքի ընկած արվեստագետներին, արժանահիշատակ, մնայուն եւ ազգային նշանակություն ունեցող գործ ստեղծելու համար։ Այս տարի մրցույթին մասնակցության հայտ էր ներկայացրել 2 տասնյակից ավելի հեղինակ ստեղծագործող։ Մրցանակաբաշխության մասնակիցներին ողջունեց եւ Գարեգին II ամենայն հայոց հայրապետի օրհնությունը փոխանցեց Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանը։ Մեր սրբություն սրբոց մայրաթող Սուրբ Էջմիածնից հայոց Բեթղեհեմից բերում եք ձեզ օրհնությունները Հրապարակ Տիրոջ ու մաղթում, որ ել ավելի ամրանա այս ձեռնարկը, խորուկ դառնան նրա արմատներն ու ել ավելի առատանան նրանից ստացվող պտուղները, ամեն։ Ձևավորված ավանդույթի համաձայն առաջին մրցանակը հանձնվեց գրականություն անվանակարգում։ Հանձնաժողովը բանասիրական գիտությունների դոկտոր պրոֆեսոր Այլիտա Դոլուխանյանի գլխավորությամբ լավագույն ստեղծագործություններ ճանաչել արցախցի բանաստեղծուհի Հերմինե Ավագյանի «Կապույտ տանիքներ» ժողովածուն։ Հերմինեն Արցախից բռնագաղթված այն հազարավոր հայերից է, որն իր ծննդավայրի հուշն ու կարոտն է փորձել բանաձևել այս փոքրիկ գրքույկում։ Շրջափակված հայրենիք, անտարբեր մարդկություն եւ նամակ բանաստեղծություններ, որոնք հասցեատեր չունեն։ Դա հոգևոր մեծ աշխարհ էր։ Այնտեղ իմ մանկությունն էր, իմ պատանեկությունն էր։ Հայագիտություն անվանակարգում մրցանակ շնորհվեց ազգությամբ ավստրիացի Բիրգիտ Կոֆլեր Բերշարտին։ Մարդ եմ սպանել, բայց մարդասպան չեմ ուշագրավ աշխատության համար։ Հանձնախմբին գրավել էր Նեմեսիսի եւ Սողոմոն Թեյլերյանի դատավարության մասին օտարազգի հեղինակի գործը։ Գիրքը պատմում է 1919-ից 22 թվականներին հայոց ցեղասպանության եւ Բաքվի ջարդերի մի քանի պատասխանատուների դեմ նախապես ծրագրված ու հաջողությամբ իրականացված հատուկ գործողությունների մասին։ Հեղինակը ներկայացրեց, թե ինչ հետազոտական աշխատանք է կատարել, ինչու է հայկական թեման իր ուշադրությանն արժանացել։ Իմ հայ ընկերներից շատերը Նեմեսիսի անդամների ժառանգներ են, որոնց շնորհիվ էլ հնարավոր դարձավ իմ գրքի հայերեն թարգմանությունը։ Ես հայ չեմ, բայց ինձ հետաքրքրել է այս թեման, որովհետև դրա հիմքում կա իրավունքի խնդիր։ Լեմկինն ասել է, ինչու մեկ հոգու սպանությունը համարվում է սպանություն, իսկ միլիոնավոր մարդկանց սպանությունը ոչ։ Դա հենց ցեղասպանություն է, որը եթե չի պատժվում, առաջանում են անպատժելիություն եւ ցեղասպանությունները շարունակվում են, ասաց Բիրգիտ Կոֆլեր Բերշարտը։ Կերպարվեստ անվանակարգում մրցանակ շնորհվեց դարաշրջանի քաղաքական հայտնի գործիչ Անաստաս Միկոյանի ժառանգին, գրող, երաժիշտ, պրոդյուսեր, նկարիչ Ստաս Նամինին իր 25 գեղանկարի համար։ Հեղինակը պատմեց, որ մանուկ հասակում հաճախ է եղել Հայաստանում, սիրել լոռվա բնությունն ու պատմամշակութային կոթողները եւ հատկապես Սանահին հնամենի վանական համալիրը։ Դեկորատիվ կիրառական արվեստ անվանակարգում հանձնախումբն ընտրել էր Արցախ կարպետ ընկերության Շուշիի ծաղկեփունջը գորգը։ Այս տարի սահմանվել էր նաև Բագրատ Նազարյան հատուկ մրցանակ, որը շնորհվեց հայագիտության ոլորտում հետազոտական ժողովրդագրական ահռելի ուսումնասիրություն կատարած քաղաքագիտության դոկտոր պատմաբան Արմեն Այվազյանին։ Նրա հայոց զորքը Արցախում 1722-1735 թվականներին մենագրության համար։ Թեքեյանցիներն այս ձեռնարկով նաև ամրացնում են Հայաստան սփյուռք կամուրջը։ Առավել եւս վանթուղթ հայու համար Հայաստանը երկաթակիր մատյանն է հաճախ։ Մրցանակաբաշխության ավարտին ցուցադրվեց ռեժիսոր Դիանա Մարկոսյանի «Հայրենիքի եւ Սփյուռքի միջև» փաստավավերագրական ֆիլմը, որը հարգանքի եւ երախտագիտության տուրք էր մրցանակաբաշխության հիմնադիր, գրող, հրապարակախոս, հասարակական գործիչ Երվանդ Ազատյանի հիշատակին։ Լիանա Չիչակյան, Վրամ Խանամիրյան, Եկեղեցական կյանք։ Հոկտեմբերի 23-ին Սրբազան պայքարի հերթական դատական նիստն էր։ Գործով մեղադրվող Աղվան Արշակյանը ներկա չէր դատական նիստին։ Նրա պաշտպան Նարե Հոնարչյանը դատարանին տեղեկացրեց, որ հոկտեմբերի 23-ի առավոտյան Աղվան Արշակյանի առողջական վիճակը վատացել է, գլխի շրջանում ցավեր է ունեցել։ Ժամանել է շտապօգնության ծառայությունը եւ առաջարկել Արշակյանին տեղափոխել հիվանդանոց MRT հետազոտություն իրականացնելու, սակայն Արշակյանի ընտանիքը պրոբացիոն ծառայության հետ հեռախոսակապ հաստատել այդպես էլ չի կարողացել։
Ընդմիջումից հետո Արշակյանը ներկայացավ դատարան։ Հիշեցնենք, որ առողջական վիճակով պայմանավորված դատարանն ավելի վաղ Աղվան Արշակյանի բանտային կալանքը փոխարինել էր տնային կալանքով։ Ինձ համար դա բացարձական հասկանալի է, նման բան մինչև այս պահը չէինք լսել, ինչպես է հնարավոր, որ եթե անձը պետք է տեղափոխվի բժշկական հաստատություն, երբ որ ակնհայտ է, որ անհրաժեշտ է որոշակի հետազոտություն անցկացնել, որովհետև անձի կյանքին եւ առողջությանը վտանգ սպառնացող իրավիճակ կարող է լինել, պրոբացիայի ծառայությունը չի պատասխանում, շտապ օգնության մեքենան էլ որոշում է, որ չտանի անձին, սրսկել էին անալգին Դիմիտրոլ, նորից բժիշկ չեմ կարող ախտորոշում տալ, չեմ պատկերացնում դա ինչպես կարող էր իրավիճակի լուծում հանդիսանալ։ Նիստին ներկա չէր նաև փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը, որն այս դատական վարույթում իրականացնում է գործով մեղադրվող Արմեն Ալեքսանյանի պաշտպանությունը։ Հիշեցնենք, որ հոկտեմբերի 16-ին սոցցանցում կատարած գրառման համար Կոչուբաևը ձերբակալվել է եւ 2 ամսով կալանավորվել։ Փաստաբանները դատարանին միջնորդեցին ապահովել Կոչուբաևի ներկայությունը դատական նիստերին, քանի որ Արմեն Ալեքսանյանն այլ փաստաբանի պաշտպանական ծառայությունից չի ցանկանում օգտվել։ Դատարանը հետաձգեց միջնորդությունը անհրաժեշտ մանրամասներ, փաստեր ճշտելու նպատակով։ Այնուամենայնիվ դատարանը նաև բազմաթիվ անգամ շեշտեց, որ պարոն Կոչուբաևը հեռացված չէ վարույթից, ուստի նրան ներկայացնելու ջանքեր կարծես թե դատարանը փորձելու է որոշակի առումով գործադրել, այնուամենայնիվ մյուս դատական նիստին նաև հրավիրվել է հանրային պաշտպան։ Հոկտեմբերի 23-ի դատական նիստն ավարտվեց սովորականից ավելի վաղ։ Հաջորդ նիստը հոկտեմբերի 30-ին է։ Սոնա Խաչատրյան, Գևորգ Ավագյան, Եկեղեցական կյանք։ Հոկտեմբերի 24-ին Գիտությունների ազգային ակադեմիայում տեղի ունեցավ Արցախի Տիգրանակերտ պատմամշակութային կերպարը հնագիտական հետազոտությունների լույսի ներքո գրքի շնորհանդեսը։ Խմբագիր Երևանի պետական համալսարանի մշակութաբանության ամբիոնի վարիչ, պատմական գիտությունների դոկտոր պրոֆեսոր Համլետ Պետրոսյանն ասում է, 44-օրյա պատերազմից հետո, երբ Տիգրանակերտն անցել է Ադրբեջանի վերահսկողության տակ եւ այլևս անհնար է դարձել շարունակել պեղումները, որոշել է ամփոփել 17 տարիների հետազոտական աշխատանքի արդյունքները։ Տիգրանակերտը գտնվում է Արցախի հանրապետության Ասկերանի շրջանում, Լեռնաշխարհի երկրորդ խոշոր գետի Խաչենագետի ներքնահովտում։ Այն տարածվում է Վանքասար լեռան հարավ-արևմտյան ներքնալանջի վրա եւ դրանքից գոգավորությունում արքայական աղբյուրների հարևանությամբ։ 2025 թվականից մեկնարկած Տիգրանակերտի հնագիտական հետազոտությունները ամենաընդարձակ հնագիտական նախագիծն էր, որ երբևէ իրականացվել է Արցախում։ Այն հնարավորություն է ընձեռել Արցախ ուտիքը ներկայացնել համաշխարհային քաղաքակրթության համատեքստում, որի ռազմական, տնտեսական եւ մշակութային կենտրոններից մեկը եղել է Տիգրանակերտը։ Որոշեցին գիրք անպայման հայերեն լինի, դա մեր պարտքն է այս ժողովրդին, որը ամեն ինչ արել է, որպեսզի մեր հետազոտությունները իրականանան, գիտական տեսակետից ես կարծում եմ այլ հետազոտողներ կգնահատեն, բայց դա իմ կարծիքով դա լուրջ հետազոտություն է, դա մանրամասն հետազոտություն է, դա չեզոք հետազոտություն է, դա հատուկ միտված չի որևէ մի կողմի շահերը պաշտպանելուն, այլ ըստ էության քաղաքը այնպիսին, ինչպիսին որ եղել է, սկսած ամենահզոր պարսպա համակարգերից մինչև ամենափոքրիկ մատանին, ապակին, խեցու բեկորը եւ այլն, այդ բոլորը ներառված են եւ ես ինձ թույլ եմ տալիս հավաստել, որ հայկական հնագիտական որևէ հուշարձան նման քննության չի ենթարկվել եւ ես կարծում եմ, թե դա կարող է նույնիսկ օրինակ լինել հետագա այլ հետազոտությունների համար։ Գրքում ընդգրկված են 21 հեղինակների հետազոտություններ, որոնցից 7-ը օտարերկրացի։ Համլետ Պետրոսյանի կարծիքով թեև տարբեր մասնագետների հետազոտություններ են, բայց գիրքը ամբողջական կառուցվածք ունի։ Տիգրանակերտը ներկայացված է լուսանկարներով, գծանկարներով, քարտեզներով։ Ներկայացված են քաղաքի տեղորոշման, շրջակայքի, կառուցապատման, գործառույթների, պեղումներով հայտնաբերված նյութերի ընդհանրական բնութագրերը։ Շնորհանդեսին ներկա գիտնականները ընդգծեցին աշխատության կարևորությունը, որտեղ տեղ գտած ուսումնասիրություններն արված են միջազգային չափանիշներով, որակով եւ անժխտելի փաստեր տեղեկություններ են փոխանցում Արցախի հայկական լինելու եւ հազարամյակների պատմության վերաբերյալ։
Գիտությունների ազգային ակադեմիայի հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի գիտական ղեկավար Պավել Ավետիսյանը բարձր գնահատեց արշավախմբի անդամների կատարած գործը, արժեքավոր աշխատության հրատարակումը։ Արշավախմբի անդամներից շատերը իրենց հետազոտությունները հետագայում շարունակել են, դարձրել ատենախոսության թեմաներ։ Իմ համար իսկապես մեծ պատիվ է, որ իմ հետազոտության մի մասը տեղ է գտել Տիգրանակերտի մասին գրքում, որովհետև դա կարելի ասել իմ մասնագիտական կարիերան եմ ես նաև Տիգրանակերտով սկսել, իմ տեխնացուական ատենախոսությունն էր նաև վերաբերում մարդակերպ կոթողներին, որոնց մասին հետազոտությունը նաև ներառված է Տիգրանակերտի մասին գրքում։ Գրքում երկու հոդվածով, մի հոդվածը Տիգրանակերտի շրջակայքում շատ շքեղ, շատ հայտնի այդ կուրգանները մեր թվարկությունից առաջ երկրորդ հազարամյակի վերջ, առաջին հազարամյակի սկզբով թվագրվող կուրգաններն են, որոնք առաջին անգամ նկատել են 19-րդ դարի վերջին կայսերական հնագիտական ընկերության անդամները, բայց ցավոք այդպես մեծ ածավալ պեղումներ չի եղել եւ ցավոք նաեւ մենք չկարողացանք մեծ ծավալի պեղումներ իրականացնել, կանոնավոր պեղումներ, եւ երկրորդ հոդվածը վերաբերում է մարդակերպ կոթողներին։ Շատ չեմ ուզում անդրադառնալ դրանց գիտական արժեքին, գիտական նորույթին եւ այլն, ուղղակի ասեմ, որ իսկապես իմ համար մեծ պատիվ է եղել եւ լինել արշավախմբի անդամ եւ աշխատել Տիգրանակերտում եւ սկսել իմ գիտական մասնագիտական կարիերան Տիգրանակերտում հենց։ Այժմ խմբագրման փուլում է գրքի ռուսերեն թարգմանությունը։ Գիրքը կթարգմանվի նաեւ անգլերեն։ Համլետ Պետրոսյանը նպատակ ունի հրապարակել այն եվրոպական կամ ամերիկյան գիտական հեղինակավոր հարթակում։ Հրատարակված անգլերեն աշխատանքը շատ կարևոր եւ սպասելի մի արդյունք է լինելու, որին իսկապես սպասում են մեր գործընկերները ամբողջ աշխարհում, այդ մասին բազմաթիվ ուղերձներ, բազմաթիվ նամակներ, բազմաթիվ կոչեր են լսել, որ իսկապես գիրքը շատ սպասելի է անգլերեն լեզվով եւ շատ կարևոր տեղ է ունենալու համաշխարհային առանց չափազանցության, ասեմ, համաշխարհային հնագիտական հայտնագործությունների, համաշխարհային հնագիտական գրականությունների շարքում վստահաբար շատ կարևոր տեղ է ունենալու։ Արցախի Տիգրանակերտ պատմամշակութային կերպարը հնագիտական հետազոտությունների լույսի ներքո գրքի շնորհանդեսը հետաքրքրել էր միայն մասնագիտական նեղ շրջանակի։ Գրքի խմբագիրը զարմացած էր, որ այս կարևոր աշխատությունը գերատեսչությունների ուշադրությունից դուրս է մնացել։ Լուսինե Բալյան, Վռամ Խանամիրյան, Եկեղեցական կյանք։ Սուրբ Էջմիածնի ձեռագրական հավաքածուն Գարեգին II ամենայն հայոց կաթողիկոսի ջանքերով համալրվել է 123 ձեռագրով։ Այժմ արդեն Մայրաթորի ձեռագրական հավաքածուն Հայաստանում մեծությամբ երկրորդն է Մաշտոցյան մատենադարանից հետո։ Վեհարանի նորոգումից հետո վեհափառի հատուկ կարգադրությամբ հատուկ պահարաններ են տեղադրվել, որտեղ խնամքով ժողովված են Մայրաթորի ձեռագրերը։ Դրանք ոչ միայն պահվում են ձեռագրատանը, այլև ցուցադրվում Մայրաթորի թանգարաններում, մասնակցում Հայաստանում եւ Սփյուռքում տեղի ունեցող ցուցահանդեսների։ Գանձերի տուն դարձը Ձեռագիր Մատյաններ ֆիլմը շողակաթի եթերում դիտեք հոկտեմբերի 25-ին ժամը 21:45-ին։ Գարեգին II ամենայն հայոց կաթողիկոսի անմիջական նախաձեռնությամբ է ստեղծվել Գարեգին առաջին կրթական կենտրոնը, որի հիմքում Վազգեն առաջին, Գարեգին առաջին եւ Գարեգին II կաթողիկոսների անձնական գրքերի հավաքածուներն են։ Հնատիպ հավաքածուն ձևավորվել է զուգահեռ այն հավաքածուի, որն արդեն իսկ Մայրաթորում գոյություն ուներ։ Այս պահին Սուրբ Էջմիածնում հնատիպ գրքերի երկու հավաքածու գոյություն ունի։ Ընդհանուր առմամբ, մինչև Գարեգին II ամենայն հայոց կաթողիկոսի գահակալությունը Մայրաթորում հաշվվում էր մոտավորապես 2000 միավոր հնատիպ գրականություն։ Վերջին 25 տարիներին երկու հավաքածուները համալրվել են շուրջ 960 միավորով։ 2021 թվականին Մայրաթորում մատենադարան է հիմնադրվել։ Մայրաթորի մատենադարանում պահվող հնատիպերի հավաքածուն 703 նմուշ ունի։ Դրանցից 620-ը Գարեգին II կաթողիկոսի գահակալության շրջանում են հասել Էջմիածին։ Գանձերի տուն դարձը հնատիպ գրքեր ֆիլմը դիտեք շողակաթի եթերում հոկտեմբերի 26-ին ժամը 21:20-ին։ Մայրաթոր Սուրբ Էջմիածինը ոչ միայն հոգևոր կենտրոն է, այլև արվեստի գործերի բացառիկ պահոց։ Մայրաթորի գեղանկարչական հավաքածուն ձևավորվել է դեռևս Հովհաննես 8-րդ Կարբեցու օրոք 19-րդ դարի սկզբին, իսկ Գարեգին II հայրապետի հովանավորությամբ եւ ջանքերով այն համալրվել է 436 մշակութային արժեքներով։ Մայրաթորի գեղանկարչական հավաքածուն համալրվել է ոչ միայն հայ դասական, այլև ժամանակակից նկարիչների գործերով։
Գանձերի տունդարձը գեղարվեստի հավաքածուն ֆիլմը դիտեք շողակաթի եթերում հոկտեմբերի 27-ին ժամը 21:50-ին։